Վերադարձանք տաղավար եւ ինչպես խոստացել էինք, մենք այս ընթացքում հասցրինք հյուրընկալել մեր հյուրերին։ Ավարտվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հովանու ներքո անցկացվող դպրոցականների վոլեյբոլի լիգա մարզական խաղերի եզրափակիչ փուլը։ Վոլեյբոլի լիգան անցկացվել է 3 փուլով՝ համայնքային, մարզային եւ իհարկե եզրափակիչ, 2 տարիքային խմբերի դպրոցականների միջև։ Մրցաշարի համայնքային փուլին մասնակցել է 443 դպրոցի 5067 աշակերտ։ Մեր տաղավարում են Սերգեյ Աբրահամյանը, Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության սպորտի քաղաքականության վարչության ծրագրերի իրականացման բաժնի պետ, Գրիգորի Ամբարյանը, վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահության անդամ։ Հյուրընկալել ենք նաեւ 177 հիմնական դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցչուհի Սմբատյան Ռուզաննային, հյուրընկալել ենք նաեւ 2 աշակերտուհիների Ավետիսյան Վիկտորիան եւ Քրիստել Փաշիկյանը։ Բարի լույս։ Շնորհակալություն այս առավոտը, նախատոնական առավոտը մեզ հետ անցկացնելու համար։ Երբ սկսենք նախագծի մտքի հղացումից, ինչպես հղացավ այս միտքը, առաջին անգամ է անցկացվում, մի քիչ նախապատմության մասին։ Ասեմ ձեզ, որ մրցաշարերի շարքը, որոնք կրում են վարչապետի գավաթ անվանումը, սկսել ենք իրականացնել 2021 թվականից։ Այս տարի բացի նրանցից այդ մրցաշարից, որոնք որ ավանդական անցկացվում էին, սա 6-րդն էր, մենք ավելացրեցինք 2 լիգայի գաղափար դպրոցականների համար։ Սկզբում փորձարկեցինք բասկետբոլ մարզաձևի, այդ խաղային մարզաձևի խաղերը, անցկացրեցինք բասկետբոլի լիգա եւ այնուհետեւ մասնագետների կողմից հարց բարձրացվեց, իսկ ինչի ոչ վոլեյբոլը։ Ասեմ ձեզ, որ շատ կարճ ժամանակահատվածում է որոշվել եւ իրականացվել այս գաղափարը, ինձ թվում է հաջողված է, որտեղ մասնակցությունը բավականին ակտիվ էր եւ թեժ պայքար էր։ Բացի նրանից, որ մենք ուզում ենք, մենք այս պահին 6 մարզաձևերից անցկացնում ենք վարչապետի գավաթներ, սեղանի թենիս, հեծանվասպորտ, ատլետիկա, վազքեր, բասկետբոլ, վոլեյբոլ եւ լող։ Եվ մենք հատուկ դրել ենք մեծ պարգևատրման ֆոնդ դպրոցներին, որպեսզի կարողանանք նաև գույքային հարցը խնդիր լուծել։ Պարգևատրվում են նաև ֆիզկուլտուրայի ուսուցիչները, մենք ուզում ենք ուսուցիչների դերը արժեքավորենք դպրոցներում, ինչպես նաև մասնակից երեխաները։ Կոնկրետ վոլեյբոլում թիմի կազմը 9 երեխա էր, երևի թե գիտեք, որ խառը թիմ էր, այսինքն տղաներ եւ աղջիկներ իրար հետ էին մասնակցում, եւ բոլոր մրցանակային տեղեր զբաղացրած երեխաները կստանան իրենց պարգևները։ Եթե կուզեք, կարող եմ ես հնչեցնեմ գումարները։ Հա, հետաքրքիր է, որքան եք նախատեսում։ Առաջին տեղ զբաղեցրած դպրոցը կստանա 4 միլիոն դրամ, բայց պարտադիր պայման է, որ դպրոցին տրվող գումարը պետք է ուղղվի մարզագույն գնելուն։ Առաջին տեղ գրաված ուսուցիչը 700,000 դրամ կստանա, իսկ երեխաները 150,000 դրամ էր ու համապատասխանաբար երկրորդ տեղը գրաված դպրոցին կտրվի 2.5 միլիոն դրամ, երեխաներին 100,000 դրամ, ուսուցիչին 500,000 դրամ, երրորդ տեղի համար 1.5 միլիոն դպրոցը կստանա, 75,000 դրամ աշակերտները եւ ուսուցիչին կտրվի 300,000 դրամ։ Օ, հրաշալի է։ Եթե խոսենք ընդհանուր սպորտի խթանման թեմայից, վոլեյբոլի համար սա ինչ խթան դարձավ որպես թիմային սպորտաձև եւ դպրոցներում հետաքրքրվածությունը կար վոլեյբոլի հանդեպ, ինչ նկատեցիք, ձեր նկատառումը։ Միան բարև ձեզ նախ։ Նախ ասեմ, որ դա շատ կարևոր ծրագիր է, որովհետև ֆեդերացիան կատարում է իր գործառույթը, դպրոցում վոլեյբոլը դպրոցում ծրագիր է անում, դպրոցում գնդակներ ենք բաժանում, որպեսզի ավելի խթանենք, բայց սա ավելի գլոբալ է, նամանավանդների համար, որ մեծ մոտիվացիա ունեն եւ երեխաները եւ դպրոցը եւ ուսուցիչները, թեկուզ եւ գումարայինի տեսքով, հոսքը ահավոր շատանում է։ Ես բասկետբոլի մրցումներից հետո մեր մասնագետների բասկետբոլի
խոսելուց հետո հասկացա, որ երեխաների հոսքը դեպի տվյալ մարզաձև ահա որ շատ է։ Ես վստահ եմ, երեք ավարտվեմ մեր միջոցառումը, ես վստահ եմ, որ մյուս տարվանից շատ մեծ հոսք է լինելու դեպի մեր մարզաձև։ Ինքը շատ լավ ոչ կոնտակտային մարզաձև է, այսպես ասած, աղջիկների մոտ մեր մոտ շատ մեծ հոսք կա աղջիկների։ Հայաստանում աղջիկները շատ քիչ են մարզվում սպորտով, տարբեր հանգամանքներով, մեր մարզաձևում շատ մեծ է հոսքը աղջիկների, որը շատ լավ է։ Աղջիկները քիչ են մարզվում, հետաքրքիր դիտարկում է, որովհետև տպավորությունն է, որ ավելի շատ են մարզվում աղջիկները։ Մարզվում նկատի ունեք կոնկրետ սպորտաձևերում։ Այո, կոնկրետ սպորտաձևերում եւ դեպի պրոֆեսիոնալ սպորտ ճանապարհը աղջիկների մոտ, մեր մոտ շատ քիչ է։ Շատ քիչ մարդիկ կան։ Տղաները շարունակում են սպորտը, իսկ կանայք, երբ որ անցնում են այդ դպրոցական տարիքը, ուսանողական տարիքը, դրանից հետո պրոֆեսիոնալ սպորտով շատ քիչ են զբաղվողները։ Իսկ սա, երբ որ երեխաները սկսեն ինչքան շատ գան, կոպիտ է հնչում, բայց քանակից կարելի է ստանալ որակ։ Ասեմ, որ ծրագրի գաղափարը հենց դա է, մեջբերում անեմ, որ պատկերացնեք էլի, որ մենք երբ որ 2021 թվականին սկսում էինք, մասնակիցները նոր այս վարչապետի գավաթ խորագիրը կրող մրցաշարերին սովորում էին։ Այս տարի, որ պատկերացնեք, այդ 6 մրցաշարերին իրար հետ մասնակցել են 25000-ից ավել մասնակիցներ։ Ես վստահ եմ, որ մյուս տարի ավելի շատ մասնակիցներ կունենանք։ Հրաշալի է, ես վստահ եմ, մենք կոտրում ենք կարծրատիպեր, կոտրելով գնալու ենք առաջ նաև սպորտում։ Այ ո՞նց եղավ ձեր մասնակցությունը, ո՞նց եք մարզում աղջիկներին, ինչպես իմացաք ծրագրի մասին, մի քիչ խոսենք այդ թեմայով։ Բարև ձեզ։ Նախ եւ առաջ ես ասեմ, մենք սպորտով միշտ ենք զբաղվում։ Մեր ավան վարչական շրջանում, քան որ ես ներկայացնում եմ այդ շրջանի դպրոց, մեր վարչական շրջանում շատ բարձր մակարդակով է անցկացվում այդ մրցաշարերը, բոլոր դպրոցական միջոցառումները, իսկ կոնկրետ այս մրցաշարի շատ ենք սպասել։ Միշտ ասում ենք, ինչու վոլեյբոլը չի ընդգրկվում այս մրցաշարերի շարքում, քանի որ մենք ավանդույթ ունենք։ Մեր դպրոցում գործում է վոլեյբոլի խմբակ, սպորտ դպրոցի աջակցությամբ Կեշողիկը մեծ ուրախությամբ մասնակցում է խմբակին եւ զբաղվում է երեխաների առաջխաղացումով եւ մենք այդ խումբը կազմելով մենք հասկացանք, որ ունենք այդ շանսը եւ մեծ հաճույքով մասնակցել ենք այդ մրցաշարին։ Իսկ ինչ վերաբերում է երեխաներին, մեծ խնդավառությամբ մասնակցել են եւ արդյունքը բնականաբար արդարացրել։ Այ ոնց որոշեցիք մասնակցել, սա մասնակցության առաջին փորձն էր, թե օրինակ դուք զբաղվել եք վոլեյբոլով, սա ուղղակի առիթ էր մասնակցելու մրցաշարային ձևաչափով։ Դե մենք միշտ զբաղվել ենք արդեն մոտ 2 տարի է, երկուսս է հաճախում ենք վոլեյբոլի ու այս ոնց որ այս մրցույթը ոնց որ մեր համար ինչ որ քայլ լինի դեպի ապագա, որովհետև երկուսս է չգիտեմ, ուզում ենք շարունակենք պրոֆեսիոնալ սպորտով թե չէ, բայց բոլոր երկուսս է շատ հետաքրքրված ենք այս սպորտով եւ շատ ենք սիրում։ Դե մենք որ զբաղվել ենք ոնց որ իմացանք մրցումների մասին, առաջին մարդիկ ովքեր որ արձագանքել են, մենք ենք եղել ու շատ լավ էր կազմակերպված։ Քրիստել, դուք ոնց որոշեցիք մասնակցեք ու արդեն հաղթանակի sense վիզուալիզացիան կար, վստահ եք, որ հաղթելու եք։ Մենք ընդհանրապես մտածում ենք, որ երկրորդ փուլում չենք անցնի մյուս փուլ եւ մեծ տպավորություններ ունեինք եւ շատ էինք պայքարում, բայց այդպիսի չենք մտածում, որ կանցնեինք եզրափակիչ փուլ, բայց շատ տպավորված էինք մրցումներից եւ շատ ուրախ ենք, որ անցել ենք, որովհետեւ լիքը տարիներ մենք ես ու Վիկան էլ մասնակցել ենք լիքը մրցույթների ֆիզկուլտուրայից, փոքր ժամանակվանից մասնակցել ենք, բայց այսպիսի տպավորություններ չենք ունեցել։ Ընտիր, տպավորությունը, որ դպրոցներին շատ եք ներգրավում այսպիսի միջոցառումների մեջ, հետաքրքիր է սա որոշակի քաղաքականություն է, թիմային մտածելակերպի զարգացման համար է, արդեն հաշվարկել եք, թե քանի տարի հետո արդեն ավելի լուրջ արդյունքներ կունենանք, օրինակ դպրոցականների կամ թեկուզ պրոֆեսիոնալ սպորտի առումով։
Այո, սա քաղաքականություն է, չենք ընտրել թիրախ, որ այս թիրախը հենց դպրոցները, որտեղ մենք ուզում ենք նախ եւ առաջ սերմանենք մեր մատաղ սերնդի մեջ այդ առողջ ապրելակերպով զբաղվելու ցանկությունը, ոնց որ արմատավորվի եւ ընտրել ենք այն մարզաձևերը, որոնք մատչելի են այդ տարիքում զբաղվելու համար։ Ինչու՞ չէ, նաև մենք ենթադրում էինք, որ այդ հոսքի մեջից ինչ որ տոկոս նաև գա դեպի պրոֆեսիոնալ սպորտ եւ մեր ֆեդերացիաները արդեն սկսեն պրոֆեսիոնալ կերպով զբաղվել երեխաների հետ։ Շատ հաճախ նաև այս թեման է շրջանառվում, որ մենք մի քիչ թերանում ենք թիմային սպորտում, երբ որ թիմային է լինում, մի քիչ թերանում ենք, բայց անհատականի դեպքում շատ ավելի մեծ նվաճումներ ունենք եւ թվերը, փաստերը, մեդալները եւս դրա մասին են վկայում։ Այս սա ինչպես կարող է խթանել թիմային մտածելակերպի։ Շատ ճիշտ եք ասում, հենց դրա համար էլ այս տարի որոշվեց բասկետբոլ եւ վոլեյբոլ մարզաձևերը ոնց որ զարգացնել հանրապետությունում։ Մենք էլ ենք այդ տեսակետը կիսում եւ հույս ունենք, որ եւ թիմային մարզաձևերը դրանով զարգացում կապրեն եւ երեխաների մոտ այդ թիմային մտածելակերպը կմտնի առօրյան։ Դուք մասնագիտական տեսանկյունից ոնց եք գնահատում նման նախագծերի ազդեցությունը ընդհանուր սպորտի հանդեպ հետաքրքրության առումով։ Նախ առաջին ասեմ, որ դա սխալ կարծրատիպ է մեր հայ ժողովրդի մոտ, որ մենք թիմային մարզաձևերում թույլ ենք, բայց մեդալներն են դա շատ գլոբալ խնդիր է, որ մենք խոսանք շատ երկար խոսանք, բնականաբար մեր հենակետային մարզաձևերն են ամշամարտը, ծանրամարտը, դա ոչ մեկ չի հերքում, բայց եթե լինի մեծ քանակությամբ երեխաների հոսք վոլեյբոլ մարզաձևում, բասկետբոլ խաղային մարզաձևերում եւ պետական աջակցությունը շատ բարձր մակարդակի վրա գտնվի, ես վստահ եմ մի քանի տարի հետո մենք կունենանք արդյունքներ։ Ես անձամբ Հայաստանի հավաքականի մարզիչն եմ եւ մենք մասնակցել ենք Եվրոպայի առաջնության այս վերջին տարիների եւ նկատելի էր, որ մենք տղաների մասին խոսքը շատ հետ չենք։ Հա, ես հիշում եմ վերջի շրջանում։ Մենք ուղղակի պետքա այդ մեծ քանակությամբ այդ ծրագիրը ինչի համար է լավ այս լիգան, որպեսզի հոսքը երեխաների մեծանում է։ Կկրկնվեմ, որ քանակը տալիս է որակ։ Բարձրահասակ երեխաներին, օրինակ ես այս խաղերի ընթացքում նկատեցի բարձրահասակ երեխաների, որոնց հրավիրելու եմ մարզվելու, եւ այս միջոցառումների միջոցով երեխաներ են ի հայտ գալի, որոնք մարզերում, որտեղ իրանք ուղակի ֆիզկուլտուրայի ուսուցչի հետ մարզվում են, բայց վոլեյբոլի մասնագետների մոտ չեն մարզվում։ Այս մրցումների ժամանակ ի հայտ են գալիս այդպիսի երեխաները։ Եվ բնականաբար դա ֆինանսական մեծ աջակցություն է պետք, որպեսզի կարողանան ավելի բարձր արդյունքների հասնել։ Գիտեք, չէ՞ որ մենք բավականին լուրջ ավանդույթներ ենք ունեցել 3 մարզաձևերի մեջ էլ ֆուտբոլում, այդ թվում Արարատ 73-ը բոլորս հիշում ենք, մենք ունեցել ենք շատ ուժեղ բասկետբոլի կանանց թիմ։ Ես հիշում Հատիսը 2010-11-12 թվականներին։ Սովետական միության ժամանակ է շատ հզոր թիմ ունեինք, որ հաշվի էին նստում մեր թիմի հետ։ Եվ վոլեյբոլ մենք օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր ունենք, հայ Նինա Մուրադյան Եվրոպայի չեմպիոն ունենք։ Սովետական ասածը այն է, որ թուր կարծիքը, որ Հայաստանի համար չի մարզաձևերը, դա տես չի։ Կոտրվի դա, ասենք դա կարծրատիպ էր եւ կոտրվեց, բայց ուզում եի նաեւ մարզերի ներգրավվածության մասին խոսել, որովհետեւ շատ հաճախ անդրադառնում ենք այն թեմային, որ այն զբաղվածությունը, որը ունեն երևանաբնակ աշակերտները, նույն զբաղվածությունը, նույն հնարավորությունները ցավոք չունեն մարզերում բնակվող դեռահասները, երեխաները։ Այս առումով ինչ որ նախագծեր արվում են, չեն արվում, հետագան պլանավորվում են, մարզերի ներգրավվածությունը ինչպիսին է։ Ես ընդունում եմ, որ Երևանը եւ մարզերը սպորտային կառուցվածքի առումով, դուս կառույցների ունենալու առումով կան տարբերություններ, բայց մեր յուրաքանչյուր ծրագրերի մեջ, որը որ պետականորեն մենք անցկացնում ենք, բոլոր մարզերը ներգրաված են
ինչպես նաև Երևանը, ես ասեմ, հա, որ մենք նշեցինք, որ 3 փուլով է անցկացվում, առաջի փուլը դա Հայաստանի Հանրապետության 53 համայնքում Համայնքային, մարզային այո, եւ եզրափակիչ։ իրականացվել էր եւ համայնքային փուլը հաղթած թիմերը նոր իրավունք էին ստանում շարունակել մարզային փուլում, այսինքն բոլոր մարզերն էլ են մասնակցել, իրանց մարզային փուլերում արդեն հաղթած թիմերը եկել են եզրափակիչ։ Իսկ ինչ-որ մրցանակային տեղ զբաղեցրած մարզեր ունենք, թե չէ։ Այո, երկրորդ տեղը 2 տարիքային խմբում էլ գրավել է Արարատի թիմերը։ Օ, հրաշալի։ Իսկ երրորդ տեղերը մի տարիքային խմբում Գեղարքունիքի թիմն է գրավել, մի տարիքային խմբում Արմավիրի թիմը։ Օ, հրաշալի։ Շնորհակալ եմ շատ, եւս մեկ անգամ հուսանք մի օր էլ կհյուրընկալենք արդեն չեմպիոնի կարգավիճակում եւ բոլորս կուրախանանք ձեր նվաճումներով որպես վոլեյբոլի արդեն պրոֆեսիոնալ մարզուհիներ։ Ձեզ էլ ենք շնորհակալ, որովհետեւ ուսուցիչների դերը իրապես եթե չասենք առաջնային, ապա այդ առաջնային դիրքերում է միանշանակ։ Շնորհակալ ենք այս նախատոնական օրը մեզ հետ անցկացնելու համար առավոտյան, իսկ մենք գնում ենք առաջ, դիտում ենք Գովաստ, վերադառնանք ու շարունակենք։